Բարև, մեր հարաճիգա իսկությունը։ Հիմնական նյութը առաջին Թեսաղոնիկեցիս նամակին եկեղեցվո հափշտակությունն է։ Իսկ հիմնական նյութը երկրորդ Թեսաղոնիկեցիս նամակին Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստն է աշխարհ, հաստատելու իր թագավորությունը։ Բոլոր այն ուսուցումները, որոնք լսած ես էսքաթոլոգիայի մասին, այսինքն վերջին օրերու նշաններու մասին, կամ մարգարեության մասին, Բողոսի ուսուցումը առաջին Թեսաղոնիկեցիս նամակին մեջ ամենեն կորզնականն է։ Ուսուցիչներու մեծամասնությունը մարգարեությունը կնկատեն նորություն, ծիծաղելի բան խոսելու կամ նույնիսկ վիճելու համար, եւ ոչ առօրյա կյանքի համար իմաստալից բանը։ Բայց Բողոսի ուսուցումը մեզի ցույց կտա կորզնական ապրելակերպը։ Հիսուսի մոտիկ աբակայի վերադարձին մասին քու ակնկալությունդ պիտի ավելցնե քու հույսդ։ Այդ մեկը պիտի փոխե քու կյանքդ եւ պիտի աստե քու ապրելակերպիդ վրա եւ պիտի սահմանե քու առաջնահերթություններդ։ Հատկապես երբ դու նկատի ունիս, թե որևէ վարյանվա մեջ Հիսուս Քրիստոս կրնա խլել իրենինները։ Եթե այդ չաստեր քու կյանքիդ վրա, դու իսկապես չես հավատար իրեն։ Այս շուտով գալիք իրականությունը Թեսաղոնիկեցիներուն ուղղված այս առաջին նամակին մեջ նամակին սիրտն է։ Բողոսի սերը Թեսաղոնիկեցիներուն հանդեպ հստակ է։ Ան կփափակեր, որ գարենան իրենց հետ ըլլալ եւ գիտեր, որ Սատանան խանգարեց զինք վերադառնալու Թեսաղոնիկե։ Բողոս այնքան արագ մեկնած էր, որ դակավին շատ բան գուզեր սորվեցնել անոնց։ Թեսաղոնիկեցիները հալածանքի ենթարկվեին եւ Բողոս գուզեր, որ Աստծո ճշմարտությունը մխիթարե իրենց։ Բողոս նաեւ հույս ուներ հաստատել անոնց իրենց հավատքին մեջ։ Այս բառը հզոր պատկերը կներկայացնե 5 դագարանի ելից կրկեն։ Գիշես, երբ Մովսես ցերկերը բարձրացուց աղոթքի ժամանակ, երբ Իսրայելը կգրվեր, երբ ան հոգնեցավ, Ահարոնն ու Օվր աճակցեցան անոր, հետևաբար անոր ցերկերը մնացին վեր եւ անոր ցերկերը հաստատվեցան։ Այսօր նույնպես մարդիկ պետք է օգնեն հաստատելու իրար հավատքը։ Թեսաղոնիկեցիները մեծ ջնշումի եւ լարվածության տակ էին եւ պետք ունեին Բողոսի քաչալերանքին։ Աստծո խոսքը կհստակացնե, որ բոլոր քրիստոնյաները պիտի չխուսափին դժվարությունները։ Հաջող դժվարությունը այն է, թե ինչպես Աստված մեզի կսորվեցնե իրեն ապավինիլ։ Այդ մեկը գոքնե մեզի աջելու Քրիստոսով։ Բողոս կմխիթարե Թեսաղոնիկեցիները, որովհետև մտահոգ էր, քանի Սատանան իրեն դժվարություններ կպատճառեր։ Հետևաբար Թեսաղոնիկեցիներն ալ նույնպես կրնա ըլլալ դարաբեին անոր նեդերեն։ Այս դարաբանքները Բողոս կսե նաև կքննեն մեր հավատքին անգեղծությունը։ Մեկ բան մեզի պիտի զանազանե շատ մգեղծ քրիստոնյաները Աստծո հանդեպ մեր հավատքի միջոցով դժվարություններուն թիմադրելու կարողությունը։ Բողոս ուրախ է Թեսաղոնիկեցիներուն այս աբացույցին համար։ Ան լսեց, որ անոնց հավատքը ամուր կբահե անոնց։ Այս մաքուր հիմքը կնշանակե, որ մենք կրնանք որպես հավատացյալներ վայելել կյանքը նույնիսկ դժվարության մեջ։ Դու բարձրապես չես հաղթվիր որպես քրիստոնյա։ Նույնիսկ եթե դժվարություն ունենաս, Աստված ի վերջո պիտի լուծե զայն քու բարիքիդ համար։ Գրնաս վստահ ըլլալ անգե։ Մինչ ան ուսուցանեց անոնց դիրոջ վերադարձին մասին, ան նաև քաչալերեց անոնց ապրելու այնպես թե հափշտակությունը գրնա դեղի ունենալ որևէ վարյանվա մեջ։ Անըսավ դերը ավելցնե ձեր սերը իրարու վրա եւ ամենուն վրա։ Թող ձեր սերը Երևան կա ձեր կորձերեն, երբ դուք կորձնականորեն կփնտրեք իրարու լավությունը։ Այս տեսակի սերը չի վերջանար բարձրապես միայն այստեղ, այլ նպատակով կառաջնորդե մարդոց Հիսուս Քրիստոսի։ Սիրո այս կորձը նաև կհաստատե մեր սրտերը անարատ սրբությամբ Աստծո եւ մեր Հոր առջև 10-րդ համար։ Իրար հանդեպ մեր սիրո հավելյալ օգուտը մեր անձնական սրբության հարաճանալն է։ Մենք օրը պիտի հայտնվենք անոր առջև եւ ան պիտի թադե մեր կորձերն ու մեր անձնավորությունը որպես հավատացյալներ։
Ինչպիսի կյանք մը գաբրիս այսօր։ Անգասկած դերոջ կալուստին այս հիշեցումը կաչալերեց թեսաղոնիկեցիներուն, համբերելու իրենց փորձություններուն եւ պետք է նաեւ մեզի ալ կաչալերե։ Դերոջ հետ մեզի բայձար ավակամը կսպասե։ Ամեն։ Հաջորդը ինչ կնշանակե արժանապար կալեն։